12 տարվա դադարից հետո ապրիլի 20-ին Շանթի եթեր վերադարձավ լեգենդար հայ սուպերստար նախագիծը։ Այն, որ հեղինակավոր այս մրցույթի հանդեպ սպասումն ու ակնկալիքները մեծ էին, զգացվում էր հայտագրման առաջին իսկ օրից։ Իսկ նախագծի առաջին իսկ անոնսից ակնհայտ էր։ Այդ սպասումը ոչ միայն մասնակիցների շրջանում էր, այլև հեռուստադիտողների։ Սա նշանակում է, որ հեռուստաէկրաններին նոր ձայներ ու նոր դեմքեր տեսնելու եւ նոր անուններ բացահայտելու գործին մասնակից դառնալու ցանկությունը հեռուստադիտողներն իրենք էլ ունեն, ինչպես Շանթի երաժշտական մյուս նախագծերում, ինչպես Սուպերստարի նախորդ 5 եթերաշրջաններում էր։ Սոցիալական բոլոր հարթակներում ու YouTube-ում արձագանքների գերիշխող մեծամասնությունը դրական էին, կարծիքներ հաղորդմանը գնահատանքի արժանացնող։ Վայ, ինչ լավ է, որ նորից եթեր է գնում Սուպերստարը, հայերս մի քիչ կսթափվեն մռայլ ու քաոս կյանքից։ Հիանալի երաժշտական հաղորդում, հիանալի ժյուրիի կազմ, բարի ընթացք։ Սուպեր, ամենալավ երաժշտական նախագծերից մեկը եւ ինչպես միշտ Շանթի եթերում։ Շատ ուրախ եմ, որ իմ սիրելի նախագիծը վերադառնում է։ Շատ ուրախ եմ ամենասիրված հեռուստանախագծի վերսկսման համար, ժյուրին հրաշալի կազմով է ներկայանում, կեցեք։ Շատ լավ նախագիծ է, շնորհակալ եմ կազմակերպիչներին հիանալի նախագիծը հանդիսատեսին վերադարձնելու համար։ Սիրով կհետևենք ընթացքին։ Այսպիսի գնահատականների միայն սոցիալական էջերում չէ, որ հանդիպեցինք։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներում իրականացրած մեր նկարահանող խմբերի հարցախույզի պատկերն էլ նույնն էր։ Կիրակի օրը եթեր հեռարձակված լսումների առաջին փուլից արդեն ունեն սիրելի մասնակիցներ ու նաև ֆավորիտներ, թեև ամեն ինչ դեռ առջևում է ու դեռ ընդամենը լսումների առաջին օրն էր եթերում։ Շատ հետաքրքիր էր, որ ակապելա երեխաները երգում էին մի հայկական եւ մի որևէ այլ լեզվով եւ բավական տպավորվեցի, մի 2-3 երեխաների լսեցի, հաճելի էր։ Ավելի ճիշտ են որոշում երեխաների ձայնային տվյալները առանց երաժշտության։ Ես դա ավելի դրան ճիշտ է, հաճելի է երաժշտությունով լսելը, բայց երբ որ ուզում ես ճիշտը իմանաս, դա ավելի ճիշտ է, էլի այդ ձայնային ելևէջները։ Լավ կարծիք եմ, լավ շնորհալի երեխաներ կան, հուսով եմ, որ ընթացքն էլ լավ կընթանա։ Առհասարակ շատ լավ է, որ պրոպագանդվում է երաժշտական արվեստը ու նման միջոցառումներ, նախագծեր շատ հաճախ պետք է լինեն։ Շատ լավ է, որ դա վերականգնեցին, որովհետև դա ինքնաբուխ երեխաները գալիս են, պատանիները գալիս են, օրինակ այն աղջիկը 16 տարեկան էր Ջավախքից, այն մյուսը Ռուսաստանից էր եկել։ Շատ ինձ համար հետաքրքիր էր լսել։ Շատ լավ է ու ոգևորիչ է, որ երեխաներին ինչքան շատ լինի նման հնարավորություններ, ավելի լավ կլինի Հայաստանում։ Տաղանդներ ենք ի հայտ բերում։ Դենց որ իհարկե լավ երեխեք շատ կան, պետքա գտնել նրանց։ Ուղղակի հետո տալ իրանց հնարավորություն էլ ավելի դրսևորվելու։ Ես քան չեն երգում, հիմնականում դուրս գալիս է, քանի որ մասնագիտությամբ էլ զբաղվել եմ երգով, բավականին տաղանդավոր մարդիկ են։ Լարված րոպեներ, գագաթնակետին հասնող հույզեր ու ապրումներ եւ ի վերջո թեժ մրցակցություն ու թեժ պայքար, որի մասնակից է Շանթի եթերում նաեւ դուք կարող եք դառնալ ամեն կիրակի ժամը 21-ին։ Դիտեք ու հիշեք նրանց, որովհետեւ ժյուրի ընտրությունից հետո նրանցից յուրաքանչյուրի երաժշտական ճակատագիրը Սուպերստարում հենց ձեր ձեռքում է լինելու։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն